հանձնելով գուցե կփրկեի հազարավոր կյանքեր, իսկ չհանձնելով փաստորեն հազարավոր զոհերի հանգեցրած որոշումների հեղինակ դարձա։ 2018-ից սկսած Փաշինյանը հնարավոր ամեն առիթով մեղքը բարթել է բոլորի վրա, բացի իրենից, միայն թե ինքը մեղավոր չկարգվի։ Դա հատուկ է պոպուլիստներին, նաև այն բոլոր մարդկանց, որոնք երկիրն ուզում են տանել տոտալ բռնապետության։ Բոլոր երկրներում էլ այդպես է սկսվել։ Բռնապետներն իրենց մեղքը բարթել են ուրիշների վրա։ Վաղուց արդեն քավության նոխազ է դարձրել զինվորականությանը։ Իսկ զինվորականներից ով չի ուզում խոսել, կդառնա մեղավոր։ Նրանք պետք է խոսեն, ներկայացնեն իրական պատկերը, որ պատերազմում աղետալի պարտության մեղքը միայն նրանց ուսերին չբարթվի։ 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողով կոչվածը կարծես մեկ դերասանի թատրոն լիներ։ Բոլոր հարցերը նախորդ պատրաստված էին, նույնիսկ այնպիսի տպավորություն էր, թե մեկ օր առաջ հավաքվում փորձել էին անում, թե ով ինչ տոնայնությամբ ու դեմքի արտահայտությամբ պիտի հարց տա։ ԿՊԱ-ական падգամավորներն իրենց ասածից այնպես էին ոգևորվում, իբր այնպիսի հարց են տվել, որի պատասխանը հենց այդ պահին պիտի ճշտեն։ Ինչ վերաբերում է Փաշինյանի պատասխաններին, պետք է նրան հիշեցնել իր նախորդ ասածները, երբ տրամագծորեն հակառակ ինֆորմացիա էր տալիս։ Եթե նախկինում ասում էր, թե Շուշին դժբախտ ու դժգույն քաղաք է, հետո էլ պնդում, թե իբր ամեն ինչ արել է Շուշին պահելու համար, էլ ինչու էր պահում Շուշին, եթե այն դժգույն քաղաք էր։ Իրենք իրենցով հավաքվել էին, որ մեղքը դարձյալ բարթեն ուրիշների վրա։ 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովում ներգրավված կամ այդտեղ ելույթ ունեցած պաշտոնյաները կապիկություն ու դերասանություն են անում։ Հեռուստատեսությամբ այլևս հնարավոր չէ լսել որևէ ԿՊԱ-կանի ձայնը, կարծես թուրքական հեռուստաալիք դիտես։ Պայքարը չի դադարել, այն շարունակվելու է այնքան ժամանակ, մինչև տեսնենք այս դավաճան իշխանության փլուզումը։ Շատերը պայքարում են, բայց միայնակ չեն կարող պայքարել։ Պայքարը պետք է շարունակել, դուրս գալ փողոց։ Միայն թե հանրությունը կաշկանդված է, բայց չէ որ չպետք է վախենալ։ Պետք է գիտակցենք, որ այլևս որևէ մեկս երաշխավորված չէ։ Վաղը կարող է դուրս գանք մեր շենքի բակ ու թուրքը մեզ գնդակահարի։ Պատերազմից անցել է մոտ 5 տարի, բայց ոչ ոք չի պատժվել։ Նիկոլը բոլորին մեղավոր է հանում, բացի իրենից։ Խաղաղություն ամեն գնով կամ կարգավորել այդ հարաբերությունները ամեն գնով մենք չենք կարող դրան գնալ, որովհետև մեզնից շատ չափազանց ծանր գին են պահանջում դրա դիմաց։ Մեզնից պահանջում են պարզապես պետության չգոյություն դրա դիմաց։ Եվ մենք բնականաբար չենք կարող գնալ այդ կարգի կարգավորման ամեն գնով խաղաղության, որովհետև վերջնարդյունքում ի վերջո էլի խաղաղություն մենք չենք ստանալու։ Բոլոր զոհերի ծնողները չէ, որ միանման են մտածում, ինչպես հասարակությունում։ Այդ հասարակության մի հատվածն էլ ծնողներն են։ Ծնողական համայնքում եւս տարբեր կարծիքներ ու մոտեցումներ կան։ Շատ ծնողներ ինքնուրույն են պայքարում, միգուցե ակտիվ պայքարի մեջ չեն, բայց մտածելակերպով նրանք հակաիշխանական են։ Զոհերի ծնողներին պետք է հանգիստ թողնել, այստեղ մեղավոր է համայն հայությունը։ Յուրաքանչյուրն էլ ծնող է։ Եթե զոհված տղաների ծնողները ոտքի չկանգնեն, ուրեմն ինչ է, մենք ազգովի վերջացած ենք։ Այն ծնողները, որոնք ամբողջական ընտանիք ունեն, պիտի մտածեն իրենց զավակների մասին։ Բոլոր մայրերն ու հայրերը պիտի անհանգստանան, երկիր ենք կորցնում։ Դավաճանությունը պիտի բացահայտվի, պատասխան են տալու, անպատասխան ոչինչ չի մնալու։ Ծնողներ կան, որ հարցնում են, եթե դուրս գանք փողոց ինչ է փոխվելու, բայց ներքուստ հրաշալի գիտեն, թե իրենց տղաներին ով է սպանել, դավաճանել։ Շատերը դեռևս չեն կարողացել վիշտը հաղթահարել, որ փողոց դուրս գան, այլ հարցերով զբաղվեն։ Որևէ մեկն իրավունք չունի որևէ որդեկորույս ծնողի մեղադրելու։ Ծնողներն անգամ չպետք է փողոց դուրս գային։ Նոյեմբերի 9-ից հետո այնքան մարդ պիտի հավաքված լիներ, որ օրվա իշխանություններին փոխեին, նրանք էլ մտածեին այլ հարցերի շուրջ։ Սկզբնապես շատ ծնողների մեջ վրեժն էր խոսում, բայց այսօր նրանց համար առաջնային խնդիրը Արցախի հողն է, որն ավելի սուրբ է, քան Երևանը։ Այնտեղ մեր որդիների արյունն է։ Մենք 30 տարվա ընթացքում վերածվեցինք ցեղախմբի ազգից։ Իրանք ցեղախմբից վերածվեցին ազգի։ Ես վստահ եմ, որ սա ժամանակավոր է։ Ես վստահ եմ, որ մեր մոտ կգա մի առաջնորդ, որ մի պահ մեզ թափ տալա պետք, թափ տալ։ Եվ ինքնամաքրվել։ Ինքնամաքրումից հետո մենք ի վիճակի կլինենք ողքինին թելադրելու, թե մենք ինչ ենք ուզում։ Զարմանալի է մեր գեներալիտետի սպայակույտի վարմունքը։ Վերջին 5 տարում քանի զինվորական է գեներալ դարձել, բայց չէ որ գեներալը նախ եւ առաջ սեփական պետությունն է պաշտպանում։ Եթե Փաշինյանը նախ սեփական ոտքերն է մաքրում մեր զինանշանով, ապա եւ զինվորականին գեներալի կոչում տալիս, ապա քանի գրոշի արժեք ունի այդ կոչումը։ Մեզ որակապես նոր ռազմական վերնախավ է պետք եւ հնարավորինս շուտ։ Որոշիր հարգելի քաղաքացի, թե որ երեսն է ճիշտ։